Սարգիս Նիկողոսյանը հարցնում է. Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի թեկնածու, դուք ինչ կասեք Վենսի Հայաստան-Ադրբեջան այցի մասին։ Հարգելի Սարգիս, ինձանից լավ գիտեք, որ վարչապետի թեկնածու գործող օրենքով չի կարող լինել եւ ընդհանրապես, եթե երկրի քաղաքացի չէ որևիցե մեկը, ես չգիտեմ աշխարհում կա այդպիսի երկիր, որտեղ հնարավոր է գործադիր իշխանության ղեկավարության հավակնություն ունենալ, այնպես որ այն միտքը, որ իրենք այդպես են ասել, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանի համակիրները, նրանց թիմը, ասել են, որ իրենք կգան իշխանության, կփոխեն սահմանադրությունը, այնպես կանեն, որ արդեն ոչ Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում չապրելով մարդը կկարողանա դառնալ վարչապետ։ Կարծում եմ, սա առնվազն լուրջ չի, ես իդեպ երբ որ սա հրապարակենք մեր ձևով շարժման գոնե ինտելեկտուալներին եւ քաղաքագետներին խորհուրդ կտամ ծանոթանալ սրա հետ, որովհետեւ սա նրա մասին է, ինչ ձեր մոտ գրեթե բացակայում է ամբողջությամբ։ Սա քաղաքականության մասին է։ Եթե դուք մտածում եք օրինակ Սփյուռքի մեր հայրենակիցներին ինտեգրել Հայաստանի ներքաղաքական կյանքին, գոնե դրա համար պիտի ունենայիք կոնցեպտուալ պատկերացում եւ ներկայացնեք, թե ինչ հայեցակարգով եք Սփյուռքին ներգրավում Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ինչ հիմքերով, ինչ քաղաքագիտական տրամաբանություն կա ձեր ասացի մեջ։ Եթե մի հոգի առանձին վերցված Սամվել անունով եւ Կարապետյան ազգանունով, մի հոգի առանձին վերցված, նրա համար պետք է սահմանադրություն փոխեք, դուք երկրի համար հերթական եւ ոչ անսովոր փորձանքն եք դառնալու։ Մի հոգու համար սահմանադրություն չեն փոխում։ Սահմանադրությունը դա Facebook-ի ստատուս չի, որ ռեդակտիրված սխմես, մի երկու բան ընդե փոխես, հետո 10 սախրանից ու էդի տենց մնա։ Սահմանադրությունը մի փոքր ավելի լուրջ բան է, այդ պետական նախագիծ կամ պետականաշինության ուղեցույց, դա որ կարդաք, այնտեղ մի քանի բանով ասված է սահմանադրությունը ինչ կարգի, նախ ինչ է եւ ինչ կարգի լուրջ բան է։ Եվ դա այդպես չի արվում։ Այնպես որ ես չգիտեմ, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, վատ իմաստով, հա, հեգնանքով եմ ասում, այնպես որ հնարավոր է նաեւ այդպիսի բան, որ մարդը չլինելով Հայաստանի քաղաքացի, քաղաքացիության ինստիտուտն է ոտնահարվում, այս մի քայլի տակ այնքան չեպեկա, որ էլ չասած։ Հա, բայց գուցե իրանց մարքեթինգն է այդպես, այնպես չի, որ ասենք մնացած ուժերը ավելի խելացի բան են առաջարկում եւ Սամվել Կարապետյանի թիմը ինչ որ թերացել է։ Եթե ընդհանուր մակարդակը վերցնենք, ապա ամենևին անմակարդակ արտահայտություն չեն արել իրանք, ամենևին անբնական չի, այս բարդակի ֆոնին շատ բնական ուրեմն մարդիկ ներկայացրել են, որ իրանք էլ կգան մի հոգու համար սահմանադրություն կփոխեն, ինչ ա եղել, որ սահմանադրությունն այդ ինչա, որ չփոխեն։ Իսկ ինչ կասեմ Վենսի Հայաստան-Ադրբեջան այցի մասին, դա ահռելի մեծ թեմա է։ Ողջունում եմ, չեմ ողջունում, նողկանք եմ զգում ես այն ամբողջ խոսույթի նկատմամբ, որ այս այցի հետ կապված պաշտոնական Երևանը, այսպես ասած Նիկոլ Փաշինյանենք ներկայացնում են։ Նողկանք եմ զգում, որտեղ խորքային լուրջ պրոցեսների հերթական մի քայլն է սա, ու այդ հերթական քայլը մեզանից ծածուկ մեր թիկունքում մարդիկ իրականացնում են։ Ինչ ասեմ, վերջը բարին լինի։ Երբ լինեմ իշխանություն, երբ ունենամ պատգամավորական իրավունք որոշակի գաղտնի փաստաթղթերի ծանոթ լինելու, կկարողանամ ավելի ճշռադատված պատասխանել նման հարցին։ Իսկ այն ինչ երևում է տելևիզորով, ապա դա խիստ անբավարար է իրական պրոցեսները, գործընթացները խորությամբ գնահատելու եւ ձեզ հետ կիսվելու համար։